Երամ Հակոբյան, տնտեսագետ Արմեն Իրաբյան։ Տեսանելի ձեռը, պետության ձեռը։ Սպասում ենք մեկնաբանությունների։ Պետական մասնակցությունը այսպես թե այնպես կա, պետությունը ինքը իրանով արդեն այսպես առանցին օրգան, ոչ թե պետությունի նկատմենք ամբողջ մեր հասարակությունը, այլ նայում ենք որպես առանցին վերնաշերտ ու առանցին օրգան, որը էությամբ ինքը արտադրող չի, ավելի արժեք չի ստեղծող չի, հիմնականում կատարում է կարգավորման մեկ է վերաբաշխման ֆունկցիա, տնտեսության մեջ։ Մեկ է սպառողի ֆունկցիա իհարկե։ Ինքը մեծ սպառող է, ինքը իր էությամբ պետք է մոնոպսոնիա է։ Այսինքն մոնոպոլիա, սպառողական մոնոպոլիա, սպառող մոնոպոլիա։ Դա մոնոպսոնիա է, ամենամեծ մոնոպսոնիան երկրում դա պետությունն է, դա մոնոպոլիա է, որը կարող ազդի շուկայի վրա, շուկայի հավասարակշռության վրա։ Տարբերությունը ո՞րն է մոնոպսոնիա, մոնոպոլիա։ Մոնոպոլիան սովորական դա արտադրողների մասն է, որ իրենց արտադրանքը արտադրում են ունենալով շուկայի մեծ, ասենք թե փայ, այսինքն մեծ չափ շուկայում, եւ ասենք չունեն իրանք մրցակից առանձնապես, չէ՞։ Այսինքն իրանք վերահսկում են այդ ապրանքատեսակների ինչ-որ մեծ մասը շուկայում իրենց արտադրությամբ։ Իսկ մոնոպսոնիան, որը սպառողն է, հիմա ասենք Հայաստանի կառավարությունը ոչ մի երևի մասնավոր հիմնարկ Հայաստանում դժվար թե համեմատվի իր սպառողական ծախսերով պետության հետ, չէ՞։ Այսինքն պետությունը այսօր 7-8 միլիարդ դոլար բյուջե ունի, չէ՞ ծախսում։ Այսինքն դա ոնց որ իր ծախսային մասով ինքը տենց սպառող է այդ մասշտաբով։ Այնտենց ֆիրմա չկա, որ տենց Հայաստան դժվար, То есть եթե նույնիսկ անի, ծանոթ իր դերը շատ լսա, չէ՞։ Հետևաբար ինքը պետք է իր սպառողական քաղաքականությունը խելացի կազմակերպի, որ շուկայի վրա բացասական ազդեցություն չունենա, չէ՞։ Որտեղ եթե ինքը այսպես մրցակցային մեխանիզմից դուրս է, ինքը կարող գները բարձրացնի, որպես սպառող, չէ՞, ինքը կարող առաջ բան ներկայացնի, չէ՞, պահանջարկ ներկայացնում, չէ՞, շուկային, ոսկե ասենք դեմպինգ կարանի։ Չէ, առաջին հերթին պահանջարկով, իր մեծ պահանջարկով ինքը կարող գների վրա ազդի, բարձրացնի։ Եթե ասենք բան չի։ Դա համար այստեղ շատ նյուանսներ կա։ Այնպես որ միայն պահանջարկը, ասենք տնտեսական ազատ սուբյեկտները չեն, որ ազդում են պահանջարկները, պետությունները ազդում, ինչպես նաև ինչ-որ չափով նաև առաջարկի վրա։ Դա համար այստեղ պետք է ակուրատնի, մեխանիզմներ պետք է լինեն ուրիշ տեսակի աշխատող։ Բացի այդպես պետությունը գլխավոր ֆունկցիան միշտ դա իր կարգավորող ֆունկցիան է, այսինքն ինքը չպետք է շատ ակտիվ լինի տնտեսության մեջ, չափեր կա։ Եթե չափից ավել ինքը մասնակցի, այդ տնտեսությունը չի ունենա մրցակցային նորմալ միջավայր։ Արդեն գլնի սովետ, սոցիալիզմ կոպետած, կոմունիստական, սոցիալիզմ կամ ինչ-որ մեր գոսկապիտալիզմ։ Որի ճահճացում կբերի դա։ Իհարկե։ Իսկ Հայաստանում քանի որ ընդհանուր տնտեսությունը եթե վերցնենք այսօր ասենք եթե հնան հաշվում է մեր վիճակագրական կոմիտեի հաշվարկները 26 միլիարդ դոլարի սահմաններում է, չէ՞ եթե դոլարի վերածած հաշվարկը։ 26-28 մի 7.8 միլիարդ դոլարի բյուջեն է։ Իսկ ստացվում է մեր ծախսային բյուջեի մասով, էլի ծախսային մասով մենք մեր հնայի համարյա 30%-ը բյուջեն է ծախսում, չէ՞ բյուջեին, ստացվում է 30%։ Դա շատ մեծ թիվ է, դա արդեն մոնոպսոնիա է, մոնոպոլիա է, естественно։ Հիմա բյուջեի ֆունկցիան ինչու՞մ է այստեղ, պետության ֆունկցիան։ Ինչ կա, ասենք պետության ֆունկցիան, այսօր մեր պետությունը ասում է մենք հետ ենք մնացել ինֆրաստրուկտուրայի, չէ՞, ինֆրաստրուկտուրա է կառուցում։ Այդ ինֆրաստրուկտուրայի մեջ ինչ է մտնում, ասի ճանապարհներ, մոստեր, թունելներ, չգիտեմ, եւ այլն, չէ՞։ Բայց այդ պրոստը ոչ թե պետք է դնել ու կառուցել, դա պետք է ծրագիր ունենալ ընդհանուր տնտեսական զարգացման ռազմավարության մեջ։ Պատկերում ինչն է, ինչին է։ Եթե ես հիմա մի հատ ինչ-որ անկապ գյուղում ինչ-որ ճանապարհ եմ կառուցում, չէ՞, որտեղ որ մի 100 հոգի մարդ ապրում, ես ծախսում եմ ասենք մի քանի 100 միլիոն դրամ, չէ՞,
Բայց տնտեսական էֆեկտը մինիմում է դրանից։ Հա, ապուշություն։ Փողերի վատն է։ Կարող է 100 միլիոնը ավելի էֆեկտիվ ուրիշ տեղ դրել։ Հա։ Չեմ ասում այդ ճանապարհը ընդհանրապես չպետք է սարքել, բայց առաջնահերթության խնդիր կա։ Այսինքն պիտի հաշվի սա եկամուտը որն է։ Կոպիտ ասած։ Այսինքն դու պետք է այսօր ծախսեր տնես կազմակերպես, որ ինքը մաքսիմալ սիներգետիկ էֆեկտ տա։ Էֆեկտը տնտեսական զարգացման։ Սիներգիա, հա։ Ահա։